Բարև ձեզ, քուրեր եւ եղբայրներ, մեր հերթական բնագիծ հաղորդումն է։ Ես ճիշտ ասած ինձ զորով ստիպեցի լսեմ երեկվա Եվրոպայում մեր երկրի ղեկավարի ելույթ։ Այսքան սուտ խոսելը ճիշտ ասած ես նույնիսկ իրանից չէի սպասում։ Այսքան պոպուլիզմ։ Բայց գնանք փաստերով։ Մենք վերականգնում ենք եւ վերականգնել ենք տարածաշրջանի հաղորդագրությունները։ Ես մինչև այսօր գիտեմ, որ ոչ Թուրքիան է բաց է իր սահմանը, ոչ էլ Ադրբեջանը։ Մեր երկու Պոեզեսյանն են նետում ռեկլամի համար։ Ուրիշ ոչ մի բան այնտեղ չկա։ Երկրորդը խոսում է ԱՄՆ-ի նախագահի ներդրումը մեր մեջ խաղաղություն կնքելու մասին։ Եկեք հասկանանք, այդ խաղաղությունը ինչ է։ Խաղաղությունը նա է, որ երկու երկիր հավասար պայմաններում հաշվի առնելով միմյանց հետաքրքրությունները ինչ որ պայմանագիր են կնքում։ Մեր մոտ այդպիսի բան չկա։ Մեր ձեռից սաղ վերցրել են։ Արցախը հանձնել է Եվրոմիությունը, որը ընդունել է որոշում, որ արցախցիները պետք է վերադառնան Արցախ, ինքը Եվրոմիությունում ասում է, որ մեր արցախցիները պետք է դառնան Հայաստանի քաղաքացիներ։ Մարդիկ ընդ են ծնվել։ Ու սերունդներ են ծնվել այնտեղ։ Դու ով ես, որ ասես այդ մարդը որտե պետք է ապրի։ Ու եկել ես անուղղակիորեն փող ես ուզում Եվրոմիությունից։ Ճիշտ ասած, ես հետևում էի Դահլիճին եւ Դահլիճում շատերը զարմացած էին եւ միմյանց խոսում էին, մի մաս թողում դուրս էր գալի։ Դրա համար Դահլիճ չէին ցույց տալի։ Որտեղ հասկանում են, որ իրենց արժև մի մարդ է ելույթ ունենում, որը խոսում է դեմոկրատիայից, բայց ասում է քաղաքական բանտարկյալ չկա։ Ինչա պետք է քաղաքական բանտարկյալ մարդը համարվեր, երբ որ դու քաղաքական հոդվածով քրեական գործառույթ ես։ Մեր մոտ չկա քաղաքական հոդված։ Նորից տրիպի ճանապարհի մասին։ Ասում է դե Ադրբեջանը թող գա երասխով գնա։ Հետաքրքիր է Ադրբեջանի նախագահան իմիջիալոց, որը որ չի ճանաչել Հայաստանի տարածքը 91 թվով, հակառակը նա հայտարարել է, որ տարածքը չգիտի, որտեղ է սահմանը, դրա համար Սև լճում եւ Գեղարքունիքում նստած է մեր տարածքում 91 թվի։ Բա որ ճանաչել է, խիչի զոր կան։ Լավ, վերադառնանք տրիպի ճանապարհին։ Դες մի կներեք 40 կիլոմետրը թողած, պետք է 200 կիլոմետրով գնան Նախճիվան։ Ինչի՞ է նա դա ասում։ Ոնց որ դե հասկացել է, որ եթե Իրանը հարվածում է Կիպրոսին, Դուբայի аэроպորտին, այնտեղ որ լինի իր ասած ճանապարհը կամ հայտնվի ինչ որ մի ամերիկացի, ինչ է կարծում։ Իրանին ով է պահելու Հայաստանին խփել։ Ամերիկացին։ Ամերիկացին սկի չի կարող իր այսօր բազաները պաշտպանի։ Եվրոմիությունը, որը որ չի կարող Կիպրոսը պաշտպանի։ Նորից եմ կրկնում, Իրանը այս իրավիճակից դուրս է գալու ավելի ուժեղ։ Եվ մեր այսօրվա երկրի ղեկավարը շատ փիս փոշմանելու է։ Ցավոք սրտի ես չեմ ուզում ուրիշ երկիրը լուծի մեր երկրի ղեկավարի հարց։ Խոսում է Ամերիկայի դեմոկրատիայի մասին։ Ամերիկայի նախագահն այսօր ասում է, որ ինքը պետք է նշանակի Իրանում հոգևոր, ինքը պետք է դրի հոգևոր առաջնորդ ով պետք է։ Ինքը պետք է ընտրի այսինչ երկրում ով պետք է լինի ղեկավարը։ Կարծում եմ ինքը էլ չի ասել, բայց մտածում եմ, որ ինքը պետք է ասի Հայաստանում ով պետք է ղեկավարի։ Ինչ անկախության մասին ես դու խոսում, պարոն, թե տիկին, չգիտեմ, դու միջև այսօր չես ասել։ Մյուսը ինչ է ասում մեր երկրի ղեկավարը։ Ասում է 8 ամիս լիարժեք խաղաղություն է սահմանում։ Հա որ իրանք առաջ են գալի, դուք չեք կրակում, նրանք էլ պատասխան չեն կրակում։ Դու պետք է դիմադրես, չէ՞, որ ինքը առաջ չկա, չեք դիմադրում։ Բոլոր բարձունքներում իրանք են նստած ջերմուկում։ Բոլոր տեղերը իրանք են իշխում։
Մեր զինվորներին խուզարկում են դիրք գնալուց։ Չեք դիմադրում, խի կրակ են, որ։ Ես նույնս եմ կրվում։ Մի, այնքան ասեց խաղաղություն, սա սկսին խոսալ խաղաղություն, չէ, կապիտուլյացիա։ Սահմանադրությունից ուզում է հանի հռչակագիր բառը։ Հանես չհանես, պատմության մեջ գրվել է, որ համաձայն այդ հռչակագրի է, այդ որ ասում ես 91 թվին անկախացանք, չգիտեմ, եւ այնտեղը գրվել է համաձայն հռչակագրի։ Ոչ մեկ ինչ որ սուտ հույսեր չի տալի, աշխարհը ուզում է, որ արցախցիները վերադառնան Արցախ, այդ թվում այդ Եվրոպարլամենտը, որտեղ դու ելույթ ես ունենում, ու իրենք վերադառնալու են։ Նույնիսկ եթե Հայաստանի քաղաքացիություն ստանան, իրենք վերադառնալու են, երբ որ դու չլնես, խոսում է սահմանազատումից ու ասում է, Կիրանցում ասում է, 50%-ով տները ավելացել են, ակնհայտ սուտ, Կիրանցում 2 դպրոց է փակվել, ակնհայտ սուտ, կարող է կուբիկները բերես սարքել է, բայց մեջը երեխա ապրում, եթե ապրում է դպրոցները խեն փակվում, թաքուն 6 տարի է բանակցությունները տարել, թաքուն դիվանագիտությունը 4 հոգի մարդ է բերել։ Բախի չխոսացիր այն դատվածների մասին, որոնց դատել են այնտեղ։ Ինչի չխոսեցիք։ Ինչի չես ասում, որ նրանց դատավարությունը արդար չի եղել։ Գնացել է էլի Ալիևին շնորհակալություն ասում։ Ով որ ընտրի Նիկոլ Փաշինյանին, նա Ալիևին շնորհակալություն ասում։ Գնացեք, եթե այդպես եք մտածում, գնացեք ընտրեք։ Մեր եկեղեցուց բողոքում է Եվրոմիությունում։ Գիտեք ինչի։ Որտեղ մեր եկեղեցին գոյություն ունի հազարամյակներ, իսկ դու ընդամենը 8 տարի ես ղեկավար։ Ոչ իման չես կարա փոխես։ Բացառվում է։ Ոչ մի նորմալ, մանավանդ զինվորական պատերազմ չի ուզում։ Դու պատերազմի դաշտում չես եղել։ Երբևիցե չես եղել։ Նույնիսկ սահմանին մոտիկ չես գնում, ինչ գիտես պատերազմը ինչ է եւ ով է ուզում պատերազմ։ Ինչ է զինվորը, որ նստած է խրամատում կամ լեյտենանտը կամ գնդապետը, որ այսօր քո պատճառով տաքսի է քշում, որ տուն պահի, ինքը պատերազմ է ուզում։ Կամ այն բժիշկները, որ հերոսաբար փրկում էին մեր զինվորներին, իրենք ինչ է պատերազմ են ուզում։ Բայց անկախությունը հարկ եղած դեպքում պաշտպանվում է զենքը ձեռքին։ Նորից եմ կրկնում, ոչ մեկ մեր հետ հաշվի չի նստում, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Վրաստանը եւ ոչ էլ Իրանը։ Մենք ամենաթուլիկ երկիրն ենք, ցավոք սրտի։ Ամենաթուլիկ երկիրն ենք այդ տարածաշրջանում։ Ամենաանողնաշար երկիրն ենք այդ տարածաշրջանում։ Այն երկիրն ենք, որ չունի ոչ մի բարեկամ, այդ մարդիկ չեն ստեղծել ոչինչ, 12 միլիոն դոլար պարգևներ եմ նախատեսել։ Փաստացի կաշառքի ձևը։ Ես ցավում եմ, որ մեր երկիրը ինչ վիճակից դարավ ինչ վիճակ։ Խոսում է խաղաղության քաղաքականության մասին։ Ամենաշատ պատերազմները եւ ամենադաժան պատերազմները։ Նույնիսկ 90-ականներից դաժան պատերազմ է եղել ձեր օրոք։ Լավ եղեք, պինդ եղեք, քիչ մնաց սրան։ 2 ամիս բան մնաց, այս 2 ամիսներ դիմացեք։ Ամեն ինչ կգա կանգնի իր տեղը եւ խաղաղությունը կլինի ամուր։ Եվ մեր սոցիալական վիճակը կբարձրանա։ Եվ նախարարները մեծ գումարներ, պարգևներ չեն ստանա վարչապետի գլխավորությամբ։ Եվ միջազգային ատյաններում Արցախը հանձնելու համար $1 միլիոն չեն ստանա։